Այսպես կոչված խաղաղության խաչմերուկով կամ Վաշինգտոնյան հռչակագրով հպարտանում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ այն ժամանակ, երբ իրականությունում Ադրբեջանը շարունակում է պատմական ագրեսիվ հայտարարություններ անել։ Օրինակ Ադրբեջանի նախագահը Սևանը անվանել է Գյոյչա, որպես ապացույց հորդորելով հայերին նայել ցարական Ռուսաստանի քարտեզները։ Նա չվախենալ է հորդորում հայերին, ասում է, իրենք վերադառնալու են ոչ թե տանկերով, այլ մեքենաներով։ Իլհամ Ալիևի հետ համակարծիք է նաև Ալեն Սիմոնյանը։ Ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Այդ նախադասությունը ես հիմա այստեղ չհնարեցի։ Իր խոսքից ես եմ հիմա մեջ բերում։ Նորմալ է, այսքան Սևանը Ինչ։ Այսինքն երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին, իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսում, դա նորմալ է, որ պետք է Ղարաբաղի բնակիչները վերադառնան։ Պարզվում է Իլհամ Ալիևին մենք սխալ ենք հասկացել։ Փաշինյանն ունի Ալիևին արդարացնելու իր տարբերակը։ Ասում է, որ Ալիևը չի ասել Սևանը Գյոյչա է։ Ադրբեջանի նախագահը ոչ թե ասել է, որ Սևանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ չկա Սևանա լիճ, կա Քաղաքագետ Արմեն Մանվելյանը սա անվանում է կեղծ օրակարգ ստեղծելու եւ խաղաղության մասին հեքիաթներ հանրությանը մատուցելու փորձ, որտեղ Ադրբեջանին արդարացնելը դարձել է սովորական միջոց։ Ես մարդիկ ադրբեջանական ցանկացած գործողություն արդարացնում ու փորձելով առաջ տանել իրենց կեղծ օրակարգերը, մասնավորապես իբր թե իրանք Ադրբեջանի հետ եկել են խաղաղության համաձայնության, ինչը բացարձակ սուտ է։ Մենք Արցախ ենք ասում, նրանք էլ Գյոյչա։ Ալիևի հայտարարությունը նորմալ է ընդունում Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանում օրինակ հնչում է Բասար Գեչար անունը, այնքան Հայաստանում հնչում է Արցախ անունը կամ Կովսական անունը, այնտեղ եւ այլն, եւ այնտեղ ինչքան հնչում է եւ այլն, այսինքն տրամաբանությունը հասկացաք։ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը չի զարմացրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանին, չի զարմացրել նաև պատմական ու իրական հայրենիքները հակասության մեջ դնելու հերթական փորձերն ու Արցախ վերադարձի օրակարգը վտանգավոր համարելը։ Ինքը նմանատիպ բազմաթիվ հայտարարություններ արել եւ վաղը մյուս օրը կարող է հայտարարել, որ երասխներն վերադառնալու խնդիր չկա, վտանգավոր է։ Ջերմուկի գրաված տարածքները վերադառնալ չկարելի, որտեղ վտանգավոր է։ Խաղաղությունը կփլուզվի, եթե պատմական հայրենիքի մասին խոսենք, ասում է Փաշինյանը։ Իսկ Ալիևը երբ խոսում է իրենց գոյություն չունեցող պատմության մասին, խաղաղությունը չի վտանգվում։ Քաղաքագետը կարծում է, խնդիրը ոչ թե Ալիևն է, այլ Փաշինյանը։ Ինքը պարտվող է ոչ թե պատերազմի արդյունքում, նաև իր էությամբ ինքը բոլոր զիջումներին գնում է եւ նույնիսկ երբ խոսում է խաղաղության խաչմերուկի մասին, անձնանունպես հարցականի տակ է։ Այս ամենի մասին Փաշինյանը հայտարարություններ է արել ստեղծելով խաղաղությունը խորագրով ֆորումի ժամանակ, որին ներկա էին նաև միջազգային լրատվամիջոցներն ու գործակալությունները։ Հենց այս ֆորումի ժամանակ էլ Փաշինյանը պաշտոնապես հրավիրել է Էրդողանին Հայաստան մասնակցելու 2026 թվականի գագաթնաժողովին։ Սեդամ Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։